Ինչպես են այլ ժողովուրդների պատմական ու մշակութային գործիչները հայտնվում ադրբեջանական պատմության էջերում։ Սեյիդ Հուսեյն Մուհամմադ օղլուն, որն առավել հայտնի է Միսկին Աբդալ անունով, ծնվել է 1430 թվականին Հայաստանի Սոտք գավառի Ջաղացածոր գյուղում։ Նա հայտնի է ոչ միայն որպես պետական գործիչ, այլև որպես բանաստեղծ եւ աշխուղական արվեստի ներկայացուցիչ։ Ադրբեջանցիների կողմից ադրբեջանական աշխուղական դպրոցի հիմնադիր ներկայացվող Միսկին Աբդալը կարևոր դեր է ունեցել նաև Իրանի շահ Իսմայիլ առաջինի արքունիքում։ Գեղարդ գիտավելուծական հիմնադրամի Միսկին Աբդալի մասին իրականությունը բացահայտող նյութն ադրբեջանական մի շարք սոցցանցերում վրդովմունքի պատճառ դարձավ։ Ուշագրավն այն է, որ ազգությամբ թուրքմեն բանաստեղծի գործերն այսօր տեղ են գտել Ադրբեջանի գրադարանների ադրբեջանական գրականության բաժնում։ Նրա անունով անցկացվում են մշակութային միջոցառումներ, կազմակերպվում են գրական երեկոներ, իսկ նրա ստեղծագործական ժառանգությունը ներկայացվում է որպես ադրբեջանական գրականության մաս։